Սրանք Ավետիսյանների ընտանիքի լուսանկարներն են, միանգամայն երջանիկ, սիրով, ջերմությամբ ու հույսով լի աչքերով։ Նրանց տունը դեռ մի քանի օր առաջ լցված էր մանկան ճիչերով, անհոգ, զվարթ ծիծաղով։ Այս լուսանկարներում Ավետիսյան ընտանիքը ծննդատնից տուն է տանում տան, ինչպես ասում են, Հենասյանը, Արու Զավակին։ Այս երջանիկ օրից 6 ամիս անց մի ամբողջ հայ ընտանիքից միայն հուշեր են մնացել։ Ու կյանքի համար պայքարող ամենակրտսեր Ավետիսյանը, 6-ամսյա Սերոժան։ Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրագրված AK-74 ինքնաձիգով դուրս էր եկել ռուսական զորամասի տարածքից, անհայտ դրդապատճառներով մտել Միասնիկյան 188 հասցեում գտնվող Ավետիսյանների տուն ու գնդակահարել 6 հոգու, այդ թվում երկամյա աղջնակին, 6-ամսյա երեխային դանակի հարվածներ հասցրել։ Դեպքի վայրում թողած նշաններով շատ արագ բացահայտվել է ոճրագործը, որը խոստովանել է իր հանցանքը։ Հնարավոր է մի բան, որտեղ տղան թողել է փախել է ծառաուլից, զենքով է չէ փախել։ Որում այդ տղնակատամբ ինչ-որ գործողություն է արել, որ փախել է։ Դա զիդավշինայի մոմենտ կարող է լինել այստեղ։ Մթնոլորտը, իրադրությունը, այդ շիկացած վիճակը մեզ մի քիչ այլ տեղեր է տանում, այլ դատողությունների առիթ է տալիս։ Կարող է շատ ինքը իսկապես դաստիարակությունը եւ այլն այնպեսին է լինի, որ նման վիճակների մեջ մարդը հայտնվի։ Սրանք հրեշագործի ընտանիքի լուսանկարներն են, մարդասպանության համար դատված եղբայրը, աղանդավոր հայրն ու քույրերը։ Անկամ այդ կարգի մարդկանց ավելի լավ կարող են նաև որպես գործիք օգտագործել, իմանալով կառուցվածքը, իմանալով հակումները։ Խարիզմատիկ եկեղեցու հովիվ է իր բանը, հերը, ընտանիքն էլ։ Շվեդիայի փորձագետի եզրակացությունը, որ աղանդավորների հետ կապված ինչ կարելի է լինի։ Փոքր երեխայի վրա ձեռք բարձրացնելը կներես դա ոչ թե միայն տականքը կարար։ Ես տականքը չեմ, ռոբոտը կարա անի։ Երբ որ աչքի առաջ չերում երեխայա թե մեծ է։ Օբյեկտը, որին պետք է վերահասես։ Իսկ ռոբոտի տարբերակը գնում է աղանդավորների մոտ։ Ռուս սահմանապահների մասնակցությամբ կրկին Գյումրիում արունալի դեպք էլի է գրանցվել։ 99-ի ապրիլին երկու հարբած զինծառայողներ լիցքավորված ինքնաձիգներով դուրս են եկել քաղաք, հասել Սլաբոդկա թաղամաս, մինչև շուկա եւ անկանոն կրակահերթով գնդակահարել երկու մարդու, եւս 15-ին ծանր վիրավորել։ Եկան ստես, պես կրակելով եկան։ Այդից նորից եկան մինչև Լաչինի, որ պիտի մտնես Լաչին։ Ու ուղի որն է ժողովրդի վրա են պայ ախպեր ջան։ Նորից բռնին բաներին։ Մագազինը բրձավ։ Թազա մագազինը զապրավկա era մտավ Լաչինի փողոց։ Կրակելով գնացի թե լավ այնտեղ բռնի։ Մտանք ստեղ տախլի տակը ու այդ մոմենտին մեր գլխի վրայից անցավ էլի։ Այսպես խաղեց վրեկս։ Ու մտանք տակը հետո քաշ էլա վերև ընդեղ ինքը այդտեղ են վայենին էլա վտկան տեղը ու կանանշների ծախողների մոտ ու դեռ նորից երևի բրձավ իր մագազինը նորից ուզեցավ զապրավկայներ այդ ժամանակ մետեղ եմ հասավ ու կրգեց իրան ու տվին աշտր մագազինը կուզեր աներ ծոցից որ զապրավկայներ էլի կրագեր մենք ստեղ ենք եղել ստեղ եմ ներկա եղել ամեն ինչին ոդաստակ ենք Եթե մեր տղեկը քիչ աճային չերնեին, արագ չմոտենային, իրանք նռնակ կպանային արդեն։ Հա, նռնակ եկար ցերկերը։ Այն մեկը մագազին ներավոր փողեր, այն մեկը սկսեց քաշել, հետևից տղեկը փուշլատը գցեցին մեկի գլխին, այդ նռնակ բացողին։ Այնիկ որ դարավ արդեն այս կողքից տղեկը թափան վրեկը ու բռնեցին իրանց։ Գյումրեցիներն այս դեպքը լավ են հիշում, ու թերևս նոր ողբերգությունը այդ պատճառով ավելի ցավագին են ընդունում։ Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանությունը որակել զուտ հանցագործություն, մարդասպանություն թերևս էլի շատ մեղմ է։ Ոչնչացվել է մի ամբողջ ընտանիք, պետության հիմքը կազմող բոլոր հայ ընտանիքների մի մասնիկը, ինչը արդեն ողբերգություն է դառնում ոչ միայն սպանվածների հարազատների, այլև բոլոր գյումրեցիների ու ողջ ժողովրդի համար։ Ընտանիքը մեր ազգային այսպես մենտալիտետում շատ մեծ արժեք ունի, շատ մեծ արժեք ունի։ Հետո մենք ինչքան երեխա սեր ազգենք, գյումրեցիներին, ես ինքս գիտեմ ինչպես են մեծարում ընտանիքի յուրաքանչյուր անդամին եւ հասկանալի է նրանց վրդովմունքը։ Այդ ընտանիքը հատկապես գյումրեցու համար դա գոյության, գոյապահպանման ամենամեծագույն արժեքն է։ Գյումրեցիների մոտ շատ ավելի
մաքուր ավանդապաշտպաներ շատ կան, շատ են պահպանված։ Ցավոք Գյումրիում կատարվածը ընտանիքի դեմ արյունալի ոտնձգության եզակի դեպք չէ։ Մի քանի տարի առաջ Կոտայքի մարզի Նոր գյուղից ահազանգ էր ստացվել, որ տներից մեկի բակում տղամարդու դիակ կա։ Մեկնած օպերատիվ խումբը բակում հայտնաբերել էր տանտիրոջ, իսկ տան տարբեր սենյակներում ընտանիքի մյուս անդամների դիակները, մարմնի տարբեր մասերում սուր կտրող ծակող գործիքով հասցված վնասվածքներով։ Այս ոճրագործության համար մեղադրվեցին Ալֆրեդ եւ Ժուլվերն Հովանիսյանները։ Լինում է այնպես, որ արյունը ինքը ավելի է բորբոքում, ավելի է գրգռում այդ պրոցեսը, ավելի է տանում։ Ավելի բորբոքում ես։ Հինգշաբթի Գյումրիում հուղարկավորեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին։ Նրանց վերջին հրաժեշտ տալու են եկել հանրապետության տարբեր քաղաքներից։ Սա յուրաքանչյուրի ողբերգությունն էր, յուրաքանչյուր ընտանիքի ցավը։ Հարվածներ էին արձակված գնդակներ ուղված յուրաքանչյուր հայի սրտին ու սրբության սրբոց ընտանիքին։ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը բոլորովին վերջերս լույս աշխարհ եկած արդեն ստիպված է տղամարդավարի կռիվ տալ կյանքի համար։ Նա Ավետիսյանների վերջին հույսն է, որը Աստծո կամոք կհաղթահարի կյանքի համար պայքարում, հանուն սպանդի ենթարկված իր հարազատների։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Խարամյան, Սուրանկյուն։